Պարոն Գասպարյան, ինչպես կգնահատեք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ելույթները, Ալիևը կրկին խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին, Փաշինյանն էլ պահանջեց, որ Ալիևն ասի, թե ինչ նկատի ունի։ Ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հերակա Փաշինյան-Ալիև բանավեճին։ Ես նախորդ իմ եթերներում, հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ Զանգեզուրի միջանցք կոչվածը տարբեր երկրները ուզում են կյանքի կոչել յուրաքանչյուրը իր շահերից ելնելով։ Ռուսաստանին Զանգեզուրի միջանցքը հարկավոր է Թուրքիայի հետ կապ հաստատելու եւ պատժամիջոցները շրջանցելու նպատակով, թուրքերին, ադրբեջանցիներին թուրանական ծրագիրը իրականացնելու նպատակով, Չինաստանին Զանգեզուրի միջանցքի միջոցով մեկ գոտի իրենց այդ մեգապրոյեկտը, այսինքն ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա իրականացնելու նպատակով, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Զանգեզուրի միջանցքը կօգնի միջին ասիական կամ կենտրոնական ասիական երկրները, Ղազախստան, Ղրղստան, Թաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, այդ երկրները, որոնք նավթով, գազով հարուստ են, ուրանով հարուստ են, Եվրոպայի հետ կապելու համար եւ իդեալական տարբերակը կլիներ ԱՄՆ-ի համար, Արևմուտքի համար, դա անել Իրանի միջոցով, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Թուրքմենստանը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հետեւաբար Իրանի միջոցով կարելի է կենտրոնական ասիական երկրները կապել Եվրոպայի հետ, նրանց փոխելով չինական եւ ռուսական տնտեսական կախվածությունից։ Բայց քանի դեռ Իրանի հետ հարաբերությունները կարգավորված չեն, Դոնալդ Թրամփի այդ նախաձեռնությունը, այսինքն Վաշինգտոնյան համաձայնագիրը, նպատակ էր հետապնդում կանխել Զանգեզուրի միջանցքի վրա ռուսական, թուրքական, չինական վերահսկողությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նույն Նիկոլ Փաշինյանը, որ այսօր խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ փաստորեն Զանգեզուրի միջանցքը արդեն հանձնել էր ռուսական ՖՍԲ-ին։ Նոյեմբերի 9-ի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում գրված է, որ Զանգեզուրի միջանցքը անցնում է ՖՍԲ-ի վերահսկողության տակ։ Եվ այնուհետև թուրքերը իհարկե փորձեցին իրենց վերահսկողությունը հաստատել այդ միջանցքի վրա եւ դրանով է պայմանավորված այն, որ դեռևս Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ դեպի բարձրաստիճան պաշտոնյա Օբրայենի հորդորը Ալիևին համաձայնել այդ middle corridor, միջին կորիդորին, Ադրբեջանը մերժեց, որովհետև նրանք հույս ունեին, որ իրենք կվերահսկեն դա։ Իսկ այդ middle corridor-ը, կրկնում եմ, ԱՄՆ-ին պետք է միջին ասիական երկրները կապելու համար Եվրոպայի հետ։ Եվ հետևաբար Թրամփի նախաձեռնությունը դրանով է պայմանավորված։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մեկ խնդիր է լուծում եւ միշտ լուծելու է մեկ խնդիր, սեփական պաշտոնը պահելու, աթոռը պահելու, իշխանությունը վերարտադրելու, տվյալ պահին նման երաշխիքներ ստանալով որևէ գերտերությունից։ Եվ եթե 2021 թվականին նա այդ խնդիրը վերարտադրվելու խնդիրը լուծեց Կրեմլի, Բաքվի եւ Անկարայի օգնությամբ, եւ արդյունքում մենք ունեցանք Կրեմլահապատակ մուրջ մանգաղ խորհրդարան, ապա հիմա նա փորձում է միգուցե Վաշինգտոնի օգնությամբ դա անել, դրանով է պայմանավորված Վաշինգտոնի այդ համաձայնությունը եւ այլն։ Բայց կարծում եմ, որ Ալիևի այդ տերմինաբանությունը Զանգեզուրի միջանցք եւ այլն նշանակում է, որ Ադրբեջանը այնքան էլ գոհ չի եւ Թուրքիան այնքան էլ գոհ չեն Թրամփի այդ նախաձեռնությունից, որտեղ կորցնում են վերահսկողությունը միջանցքի հանդեպ
Եվ փորձում են բան անել, հա, չեզոքացնել այդ ամենը։ Եվ ես կարծում եմ, որ ավելի շուտ Թրամփի նախաձեռնությունը նպատակ ուներ նախ, ինչպես ասեցի, կանխել ռուսների եւ թուրքերի կողմից Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հաստատումը, բայց նաեւ ժամանակ շահել մինչև որ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո նրանք այդ խնդիրը կլուծեն արդեն հյուսիս-հարավ միջանցքի միջոցով, հնդի-եվրոպական առանցքի միջոցով, այսինքն Իրան, Հայաստան, Վրաստան։ Այսինքն, երբ որ ռուսական գործոնը հարավային Կովկասից կհեռանա, հոդս կցնդի, եւ Իրանի ու Արևմուտքի հարաբերությունները կկարգավորվեն, այլևս Զանգեզուրի միջանցք պրոյեկտը կվերանա, դրա կարիքը չի լինի, որտեղ Արևմուտքը արդեն լրիվ այլ ճարտարապետություն կկառուցի հարավային Կովկասում, կրկնում եմ, Իրան, Հայաստան, Վրաստան։ Եվ կարծում եմ, որ դեպքերը այնքան արագ են զարգանում, որ դա արդեն մոտակա ամիսների հարց է։ ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում Ալիևը Հայաստանը ներկայացրեց որպես օկուպանտ երկիր, ինչ վտանգներ եւ հետևանքներ կարող է ունենալ այս մեղադրանքը։ Ալիևը նախ գլուխը պատով է տալիս, երբ որ Հայաստանին օկուպանտ է անվանում, բայց Ալիևի բերանը լեզու են դրել Հայաստանի այսպես կոչված երրորդ հանրապետության բոլոր նախկին ղեկավարները եւ ներկա այսպես կոչված վարչապետը, որոնք սպասարկել են Կրեմլի ծրագրերը, Կրեմլի շահերը, խոսելով երրորդ հանրապետության մասին եւ պաշտպանելով ներկա անօրինական սահմանները։ Ալիևը թող մի հատ թուղթ ցույց տա, մի հատ քարտեզ ցույց տա, լեգիտիմ, օրինական, որով ճանաչվում են ներկա սահմանները, չկա նման բան, ավելին, ներկա սահմանները, նկատի ունեմ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանները, գոյացել են ռուս-թուրքական մոսկովյան անօրինական պայմանագրի, ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի օկուպացիայի հետևանքով։ Ներկա սահմանները անօրինական են, հանդիսանում են ագրեսիայի հետևանք, օկուպացիայի հետևանք եւ երբևիցե չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ այդ Ալմատի հռչակագիրը, որի վրա այդքան սիրում է հղում անել այսպես կոչված վարչապետ Փաշինյանը, ընդամենը ասում է, որ կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանները։ Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն չի ունեցել միջազգայինորեն ճանաչված պետական սահման 91 թվականի դրությամբ, դե ֆակտո։ Դե յուրե այդ սահմանը կա, այն ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից 1920 թվականին, բայց որպեսզի այդ սահմանը արդեն գետնի վրա ըստ այդ քարտեզների իրականացվի սահմանազատում, Հայաստանը պիտի իրեն հռչակի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Եվ այդ դեպքում արդեն ոչ թե Հայաստանն է օկուպանտ, այլ հենց Ադրբեջանն է օկուպանտ, որը արդեն 100 տարուց ավել օկուպացված է պահում ոչ միայն Արցախը, Լեռնային եւ Դաշտային, այլև Գարթմանքն ու Նախիջևանը։ Հայաստանի Հանրապետությունը Կրեմլի ուղիղ պարտադրանքով չհռչակեց առաջին հանրապետության իրավահաջորդություն, ինչը արեցին իդեպ Ադրբեջանը եւ Վրաստանը 91 թվականին եւ հիմա Ալիևը կրկնում է այն, որ Ադրբեջանը օկուպացված է եղել խորհրդային կամ ռուսական կարմիր բանակի կողմից եւ հետեւաբար պիտի վերադառնալ 1919 թվականի սահմաններին։ Շատ բարի, եկեք վերադառնանք այն ժամանակվա սահմաններին, բայց որոշումը պիտի կայացվի անաչառ, հենվելով միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական փաստաթղթերի վրա ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից։ Հայաստանը ունի օրինական փաստաթուղթ, դա Ազգերի լիգայի հատուկ հանձնախմբի զեկույց առաջարկն է, Ազգերի լիգան հատուկ հանձնաժողով էր կազմել, իսկ Ազգերի լիգան ՄԱԿ-ի նախորդող կազմակերպությունն է։ Հատուկ հանձնաժողով էր կազմել Հայաստան-Ադրբեջան սահմանը որոշելու։ Իդեպ
եւ Ադրբեջանը եւ Վրաստանը իրենց քարտեզներն էին ներկայացրել Փարիզյան վեհաժողովի ժամանակ, խնդրելով ճանաչել իրենց սահմանները եւ Ադրբեջանի եւ Վրաստանի քարտեզները մերժվել էին Ազգերի լիգայի կողմից եւ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության սահմանը, համաձայն որի Լեռնային դաշտային Արցախն ու Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մաս են։ Հետևաբար Արցախի հարցը, Նախիջևանի հարցը պիտի լուծվի հենց այդ տիրույթում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման տրամաբանությամբ։ Սա է, որ մեզ թույլ չեն տվել անել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը, որտեղ իրենց գլխին մեջքին միշտ կանգնած է եղել ռուսաց թագավորը, Կրեմլը, Լուբյանկան, KGB-ն, FSB-ն, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի պահեն Մոսկովյան պայմանագրով Հարավային Կովկասում ստեղծված սահմաններն ու ստատուս քվոն, որը բխում էր թե ռուսների, թե թուրքերի, թե ադրբեջանցիների շահերից։ Բայց կրկնում եմ, ներկա պայմաններում, երբ տեղի է ունենում Արևմուտք Ռուսաստան այդ բախումը, Հարավային Կովկասում կոտրվելու է այդ ստատուս քվոն, ստեղծվելու է լրիվ այլ ճարտարապետություն եւ նոր աշխարհակարգում Հարավային Կովկասում լինելու է հնդեվրոպական ճարտարապետությունը, հյուսիս-հարավ ճարտարապետությունը, որի միջոցով Հնդկաստանը, Իրանը, Սյունիքի, Հայաստանի, Վրաստանի միջոցով կապվելու են Արևմուտքի հետ։ Շուտով մենք դա ենք տեսնելու։ Եվ Հայաստանը անպայման նոր իշխանությունները, որոնք փոխարինելու կգան ներկա կոլաբորացիոնիստ կրեմլահապատակ, ռուսաթրքահապատակ իշխանություններին, անպայման հռչակելու են Հայաստանի առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդություն։